Եվ այդ ընթացքում, քանի դեռ մենք չկայինք, նրանք կհասնեին մինչև Բաքու։ Միայն այն ժամանակ, երբ թողնում էինք Խոջալուն, հասկացա, որ մեծ երեխաս մեզ հետ չէ։ Մնացած 5 շրջանները չէին կարող գրավել։ Կասետային ռումբեր, ձերքերս դրեցի գետնին, որ հելնեմ, հավելա։ Շունն էլ սատկել է։ «1991 թվականի ավարտին ԽՍՀՄ կայսրությունը փլուզվեց։ Նրա փլատակների վրա նախկին սովետական հանրապետությունները հռչակեցին իրենց անկախությունը։ Ինքնիշխանության այս շքերթը ուղեկցվում էր զինված բախումներով եւ քաոսով։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև լայնածավալ պատերազմ էր հասունանում։ Մոսկվան չուներ միասնական դիրքորոշում այդ հակամարտության վերաբերյալ։ Ռուսական ուժային կառույցները փորձում էին պահպանել իրենց ազդեցությունը Կովկասում եւ հակամարտությունը դրանից ավելի էր սրվում։ Ինչ էին նրանք ուզում։ Նրանք ուզում էին մեզ մեկուսացնել, եւ այդ ընթացքում, քանի դեռ մենք չէինք լինի, նրանք կհասնեին Բաքու։ Իրադարձությունների նախաշեմին այդ մասին ինձ զեկուցեց Իլ Հուսեյն Հուսեյնովը, Ադրբեջանի Հանրապետության ազգային անվտանգության նախկին նախարարը։ Նա ներկայացրեց գործակալության փաստաթղթեր, ըստ որոնց գոյություն ուներ Ադրբեջանի մասնատման ծրագիր։ Մենք պայքարում էինք ազատության համար եւ կարծում էինք, որ եթե Ադրբեջանն անկախանա, կկարողանա պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը, կսկսի արագ զարգանալ եւ դա ժողովրդին կտա երջանկություն ու բարգավաճում։ Իշխանության ղեկին գտնվող կոմունիստներն ունեին իրենց նպատակները։ Այդ պատճառով էլ ոչ մի կերպ հնարավոր չեղավ լուծել Ղարաբաղյան խնդիրը։ Իրադրությունը Ղարաբաղում կտրուկ վատացավ։ Ադրբեջանի գլխավոր խնդիրը դարձավ պաշտպանունակ բանակի բացակայությունը։ Պաշտպանության բանակում ընդամենը 47 սպա կար, կեսից շատը պահեստից զորակոչված։ Նախարարության զինանոցում ընդամենը 27 ավտոմատ կար։ Չկար ոչ մի գնդացիր, ոչ մի ականանետ։ Ահա այս պայմաններում ես նշանակվեցի պաշտպանության նախարար։ Պաշտպանության նախարարն այնքան էլ լավ վիճակում չէր, վրա հասավ առաջին ճգնաժամը։ Շուշան, հիմնականում ադրբեջանցիներով բնակեցված քաղաքը, հայտնվեց Ադրբեջանից մեկուսացված իրավիճակում։ Շուշին արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհով երթևեկելը դարձավ վտանգավոր։ Հայկական ջոկատները մեծ շեն գյուղի մատույցներում հարմար դիրքավորվելով մշտական թիրախիտակ էին առել Շուշիի Լաչին ավտոճանապարհը։ Դեռ 1991 թվականի հունվարին Շուշիից 20 կիլոմետր հեռավորության վրա գնդակոծվեց սովետական զինվորականների ավտոմեքենան, որի մեջ սպանվեց ադրբեջանցի հայտնի լրագրող Սալատին Ասկերովը։ Այդ ողբերգական դեպքը անխուսափելի պատերազմի նախանշաններից մեկը դարձավ։ 1992 թվականի հունվարի 26-ին Թաջադին Մեհդիևը եկավ Շուշի, որպեսզի անձամբ ղեկավարի հարևան Դաշալթի կամ, ինչպես հայերն են անվանում, Կարինտակ գյուղի վրա կազմակերպվող գրոհը։ Ադրբեջանցի զինվորների թվում էր նաև պաշտպանության նախարարի որդին, բայց ամեն ինչ նախատեսվածին հակառակ գնաց։ Թաջադին Մեհդիև պլան hazırlayır və Daşaltın dörd bir tərəfdən Թաջադին Մեհդիևը մի ծրագիր կազմեց եւ Դաշալթին 4 կողմից շրջապատեց։ Ինչ որ մեկը նրան հարցրեց. «Դու ուզում ես այդ գյուղը գրավել, թե ոչնչացնել?» Եվ շարունակեց. «Պետք է նրանց համար միջանցք թողնես, որպեսզի կարողանան անցնել»։ Այնտեղ կանայք կան, երեխաներ, խաղաղ բնակչություն։ Հենց որ ականանետերով խփեցին գյուղին եւ վառվեց առաջին տունը, բոլոր կողմերից գրոհ սկսվեց։ Նրանք, ովքեր առաջինը մտան գյուղ, իրենց զինակիցներին շփոթեցին հակառակորդի զինվորների հետ եւ անկանոն կրակ սկսվեց։ Մտածեցին, թե հայերին օգնություն է հասել։ Ես տեսել եմ, թե ինչպես էին գյուղերից մեզ վրա կրակում, չհասկանալով որտեղ են հայերը, որտեղ են մերոնք։ Անհաջող գրողի արդյունքում Դաշալթիում զոհվեց մոտ 90 մարդ, հիմնականում Շուշիի աշխարհազորայիններ։ 2 օր անց Աղդամից Շուշի թռչող օդաչու Վիկտոր Սերյոգինի ղեկավարած ուղղաթիռը հայկական կողմից խոցվեց ջերմային հրթիռով։ Զոհվեցին 47 խաղաղ բնակիչներ։ Զոհերը կարող էին ավելի շատ լինել,
Բայց Սերոգինը վերջին պահին շեղեց վառվող ուղղաթիռը եւ ընկավ Շուշիի բնակելի թաղամասերից հեռու։ Նա դարձավ Ադրբեջանի առաջին ազգային հերոսներից մեկը։ Maraqlıdır ki, ermənilər indiyyətən də bayraq eləyirlər əllərindəki. Տարօրինակ է, որ մինչ այսօր հայերն արդարացնում են ուղղաթիռը կործանելը, պատճառաբանելով, թե այն իբր զինվորականներ էր տեղափոխում։ Այնտեղ ոչ մի զինվորական չկար, կանայք էին, ծերունիներ, երեխաներ, եւ բոլորի անուններն էլ հայտնի են։ Qadınlar, uşaqlar, qocalar. Yəni bir dənə hərbiçi olmamışdı ən qısası. Ağdamdan Füzuli müəllim var idi. O gəldi. Ağdamցի Ֆիզուլի Մուհալիմը եկավ ինձ մոտ ու ասաց. Dedi ki, Həbib müəllim. Հաբիբ Մուհալիմ, այդ ուղղաթիռում էր նաև Քելբաջարցի Էլդար Մուհալիմը, քո ազգականը։ Eldar müəllim də orada olubdu. Երբ մենք հասանք կործանման վայրը, տեսանք շներն ուտում են դիակները։ Getdik ki, itlər o meyitləri yeyirlər. Մեհդիևը սեփական պաշտոնով հատուցեց Դաշալթիի ձախողման համար։ 1992 թվականի ընթացքում պաշտպանության նախարարի պաշտոնում մի քանի մարդ փոխվեց։ Լավ կազմավորված հայկական միավորումների ճնշումը շարունակվում էր, իսկ ադրբեջանական բանակը այդպես էլ չէր ստեղծվում։ Այս պայմաններում պաշտպանության նախարարությունը գլխավորեց մաթեմատիկայի նախկին ուսուցիչ Ռահիմ Գազիևը։ Mən o dövrdə çox gizlicə ruslardan nağdı pula Այդ ժամանակ գաղտնի կանխիկ գումարով ռուսներից գրադ առա։ Այդ գործարքից հետո ռուսներից ավելի շատ ինձ փնտրում էին յուրային ղեկավարները, որ ձերբակալեն։ bizi tutsunlar, o qıratı əlimizdən alsınlar. Բայց նույնիսկ զենքի արկայությունը չլուծեց խնդիրը, կադրային սպաների սուր պակաս կար։ Şuşada da həm Մառախուղի պատճառով Շուշիում հաճախ հնարավոր չէր լինում գրադ օգտագործել։ Բայց եթե սպասարկող անձնակազմում արհեստավարժ զինվորականներ լինեին, կարող էին կրակել նաև մառախուղի ժամանակ։ Քարտեզներ կային, կոորդինատներ կային, ամեն ինչ կարելի էր հաշվարկել։ Մենք դա չէինք կարողանում անել։ Մասնագետներ չկային։ biz onu bacarmırdıq. Yoxumuz. Bu təxəssüsümüz yox idi. 1992 թվականի ձմռանը հայերը իրենց ուշադրությունը կենտրոնացրեցին Խոջալու ավանի վրա։ Հենց այդտեղ էր գտնվում Ղարաբաղի միակ օդանավակայանը։ Փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի առանձնասենյակում հեռախոսազանգ հնչեց։ Հայերը գնդակահարել են Խոջալուի մոտ 1000 բնակչի։ Մի կերպ խելքս չթռցի։ Ինչ է նշանակում 1000 մարդ։ Ոնց։ Ասում են այսպես, մենք տվյալներ ենք ստացել։ Անմիջապես վերցնում եմ հեռախոսը եւ զանգում Մկրտչյանին։ Ասում եմ, լսեք, այդ ինչ է կատարվում ձեզ մոտ։ Ինձ հիմա երկու նախարար զեկուցում են, որ ձեզ մոտ ահա այսպիսի բաներ են կատարվել։ 1000 մարդու գնդակահարել եք։ Նա ասում է, ով է ձեզ այդ բաներն ասում, ինչից եք ենթադրել։ Ասում եմ, դուք ֆաշիստներից վատն եք, դա ինչ արարք է, այդ ինչպես եք վարվում։ Ադրբեջանի պետական հեռուստաընկերության օպերատոր Սեյդագա Մովսյումովը հայտնվել էր հենց իրադարձությունների կիսակետում։ Ermənilər də gəldi, bunlar danışığa başladı. Մենք գնացինք Աղդամի եւ Ասկերանի շրջանների սահմանին գտնվող Կարահաջի գյուղի գերեզմանոց։ Հայերն էլ եկան այնտեղ։ Markalı maşın. Բանակցություններ սկսեցին, իսկ հետո մենք նստեցինք հայերի GAZ-69 մեքենան ու շարժվեցինք։ Երբ որ թեքվեցինք դեպի Շելի, հարյուրավոր դիակներ տեսանք բոլոր կողմերում, տարեցներ, երիտասարդներ, փոքր երեխաներ։ Դրանք անարգված էին, ականջներն էին կտրված, քթերը, տարեցների գանգամաշկներ հանված, գլխի բաց ոսկորները երևում էին։ Dərsiz soyulmuşdu. Və üzü Երբ մոտենում էինք Ասկերանի կամրջին, ներքևում տեսանք գլխատված 40 դիակ։ Չթողեցին, որ դա նկարահանեմ։ onu qoymadılar çəkməyə. Միայն հաջորդ օրերին ակնհայտ դարձավ ողբերգության չափը։ Հարյուրավոր բնակիչներ, հիմնականում կանայք, տարեցներ ու երեխաներ սարսափահար փախել էին Խոջալուից ու գնդակահարվել։ Koridor söhbəti yox idi. Nə kağız söhbəti yox idi. Heç bir şey xəbərdarlıqsız. Ոչ մի նախազգուշացում ինչ-որ միջանցքի մասին, ոչ մի թռուցիկ, ոչ մի բան չի եղել։ Եթե լիներ Խոջալուի բնակիչները կիմանային այդ մասին։ Մենք մի մեծ գետ ունենք, Գյարգյարը։ Այդ ժամանակ գետը ծածկված էր բարակ սառույցով։ Մենք ստիպված էինք ոտաբոպիկ անցնել այդ գետը։ Ջուրը մինչև գոտկատեղն էր հասնում։ Մարդիկ չէին հասցրել իրենց հետ բան վերցնել։ Վլրի վրա գտնվող Նախիջևանի գյուղի մոտ հայերը կրակելով եկան դեպի մեզ։ Սպանում էին առանց նայելու, կանանց, երեխաներին, տարեցներին։ Նրանց նպատակը բոլորին սպանելն էր, որ ոչ մեկը չմնար։ Մորս մեջքից վիրավորեցին, եղբայրս ու քույրս էլ էին վիրավոր։ Հայերը նրանց պատանդ վերցրին։
Երբ եկան մեր զինվորները, տեսնելով մորս, մտածեցին, թե նա մահացել է, բայց հետո շարժումներ նկատեցին, հասկացան, որ վիրավոր է ու իրենց հետ բերեցին։ Sərpəniş var. Yəni bilmişlər ki, yəni sağdır. Məni götürüb gəlmişlər. Սկսված պատերազմն անցավ անշրջելիության սահմանը։ Ադրբեջանի կառավարության պաշտոնական տվյալներով պարզվեցին 613 սպանվածների անունները։ Նրանցից 106-ը կին, 63 երեխա, 70 տարեց մարդ։ Ավելի քան 700 մարդ գերի էր ընկել։ Մարիամը նրանցից մեկն էր։ Mən bu oğlumda 1 yaş, 3 aylıq, 4 aylıq belə qucağımda. Մեզ մոտ 30 մարդու, այդ թվում եւ փոքր տղայիս, գերի վերցրին։ Տղաս բռնեց մի հայ զինվորի ավտոմատից, նա էլ խզակոթով հարվածեց երեխայիս։ Ես գիտակցությունս կորցրի։ Այնպիսի վիճակում էի, որ չէի հասկանում ինչ եմ անում։ Փոքրից վերցրի ինձ հետ, իսկ մեծ տղայիս թողեցի տանը։ Աղմուկի եւ գոռոցների վրա փոքր տղայիս հետ դուրս թռա, մտածելով, որ էլի տուն կգամ։ Մութ էր, կրակում էին, հրդեհ էր։ Խոջալının çıxacağında Եվ հենց Խոջալույից հեռանալիս հասկացա, որ մեծ երեխաս մեզ հետ չէ։ Ինչ եղավ նրա հետ, չգիտեմ։ həmin yerdən də artıq geri qayıtmaq çox gec oldu. Nə səbəbə görə bu cür Ինչու այդ սարսափելի ողբերգությունը հայերը չջանացին թաքցնել։ Պատճառը մեկն է, որ ադրբեջանցիների մոտ վախի զգացում առաջանա։ Խոջալույի բնակիչների վերապրած սարսափների մասին պատմությունները պետք է ստիպեին ադրբեջանցիներին փախչել իրենց հարազատ վայրերից։ Խոջալոյի ողբերգությունը Ադրբեջանի իշխանությունների համար դարձավ քաղաքական աղետ։ Այազ Մութալիբովի հրաժարականը անխուսափելի էր։ Это было глубочайшее. Դա ժողովրդական ճակատի խորը ու հանցավոր սխալներից էր, որովհետև երբ նրանք Խոջալույի դեպքերի քողի տակ հալածեցին որևէ բանում մեղք չունեցող նախագահին, այդ պահից սկսած հայերին տվեցին հզոր խաղաքարտ, ամեն ինչ Ադրբեջանի վրա բարդելու համար։ Валите все на Азербайджан. Նախագահի պարտականությունները ստանձնեց խորհրդարանի խոսնակ Յակուբ Մամեդովը։ 1992 թվականի մայիսի առաջին օրերին նա մասնակցեց Հայաստանի հետ բանակցություններին Թեհրանում։ Իրանի նախագահ Ռաֆսանջանիի միջնորդությամբ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Յակուբ Մամեդովը ստորագրեցին խաղաղության մի փխրուն համաձայնագիր։ Այն օրը, երբ դրա վրա ստորագրություններ դրվեցին, հայերը գրավեցին Շուշին։ Լևոն Տեր-Պետրոսյանի տրամադրությունն ընկավ, ինչ որ բան անհասկանալի էր։ Նախագահը ստորագրում է խաղաղության համաձայնագիր, իսկ նրա զորքերը վերցնում են Շուշին։ Onun qoşunları gəlib şəhər işğal edirlər։ Շուշին ադրբեջանցիների համար սրբազան քաղաք էր։ Դեռ Ղարաբաղի խան Իբրահիմ Խալիլի օրոք Շուշին համարվում էր Ադրբեջանի երաժշտական Մեքքան։ Նրանք, ովքեր ծանոթ են Ղարաբաղի տեղագրությանը, մինչ օրս չեն հասկանում, ինչպես եւ ինչու ընկավ Շուշին, այդ անառիկ ամրոցը։ Ավելին, քաղաքի պաշտպանության համար ոտքի էին կանգնել հարյուրավոր կամավորներ հանրապետության բոլոր անկյուններից։ 18 yaşım vardı. Ես 18 տարեկան էի։ Atam mənə yol pul vermək. Շուշի գնացի իմ միջոցներով։ Հայրս հրաժարվեց ինձ ճամփի փող տալ։ Nənəmin yanına. Գնացի տատիս մոտ, ասացի. գնում եմ Շուշի, ինձ փող տուր։ Mənə pul ver. Onda Հետո երբ քայլեցի դեպի դարպասը, տատիկս հետ կանչեց։ Սպասիր, մեկ էլ տեսար վախեցար։ nənəm Եթե փախար, կխայտարակես մեզ։ Հարցը փողը չէ։ Եթե փախչելու ես, ավելի լավ է չգնաս։ birdən qorxub qaçıb gedərsən, biabır eləyərsən. Pul istəmirəm səndən. Qorxub qaçasınsa getmə. Erməni uca gəlir BMP-dən üstümüzə. Հայերը դեպի մեզ եկան զրահամեքենաներով։ Նրանց դիմակայելու համար մենք նույնիսկ մի նռնակ չունեինք։ Մեր դիրքերում ընդամենը 27 մարդ կար։ Իսկ նրանք կարող էին գործել միայն հետևակի դեմ։ Մինչև առավոտվա 11-ը այդ 27-ից 7-ն արդեն զոհվել էին։ Մենք հասկանում էինք, որ կարող էին գերի ընկնել։ Ճիշտն ասած, նախորոք պայմանավորվել էինք, որ եթե այդպիսի վտանգ եղավ, ու մենք ինքնասպանություն գործելու ուժ չունեցանք, պետք է կրակեինք իրար վրա։ Özümüzü atmağa əlimiz gəlmirsə, bir-birimizi ataq. Yəni belə bir razılaşma aramızda olmuşdu. Շուշիի պաշտպանության հրամանատար Էլբրուս Օրուջևը Բաքվին խնդրեց օգնական ուժեր ուղարկել, բայց նրա պահանջները անպատասխան մնացին։ Մայրաքաղաքային իշխանությունը ակնհայտ շփոթմունքի մեջ էր։ Və günün ikinci yarısından sonra erməni hücumu da tamamilə dayanmışdı. Օրվա երկրորդ կեսին հայերի գրոհն ամբողջությամբ կասեցվեց։ Քաղաքի հրետակոծությունն ու հետևակի գրոհները դադարեցին։ Şəhəri olmadıqlarını
Հայերը հասկացան, որ չեն կարող Շուշին գրավել ու հետ քաշվեցին։ Երեկոյան կողմ, սակայն, ադրբեջանական գումարտակները սկսեցին թողնել քաղաքը։ Müxtəlif batalionlar Հրամանատարների փաստարկները այսպիսին էին. մենք կհամախմբենք ուժերը Թուրսու բնակավայրում եւ նորից կմտնենք քաղաք։ argumenti bundan ibarət. Մայիսի 8-ին երեկոյան 8-ին մոտ Շուշին դատարկվել էր։ Այնտեղ ոչ ոք չկար։ Եվ հայերը մայիսի 9-ին օրվա երկրորդ կեսից սկսած մինչև երեկոյան 8-ը մտան քաղաք։ Ermənilər 9-u günün ikinci yarısından sonra. Փաստորեն 20 ժամ քաղաքը դատարկ էր։ Հայերը կարծում էին, թե այստեղ ինչ-որ թակարդ կա եւ չէին համարձակվում մտնել։ Boş olmasından xəbər olmadı. Տվացյալ անմաչելի Շուշիի անկումից հետո ազգը ծանր ապրումներ ունեցավ։ Դա առաջին խոշոր ռազմական պարտությունն էր։ Ամեն դեպքում հույս կար, թե ամեն ինչ կարելի է սկսել նորից։ Մինչև 1988 թվականի սեպտեմբեր հայ բնակչությունը արդեն լքել էր Շուշին։ Բերդաքաղաքը վերածվել էր հզոր ադրբեջանական հենակետի եւ սպառնում էր Ստեփանակերտին ու շրջակա հայկական գյուղերին։ Օղակ գործողությունից հետո հայերը լքել էին Շուշիի ենթաշրջանի բոլոր գյուղերը, բացի Քարինտակից։ Այս գյուղի բնակիչները մշտական կրակի տակ էին, բայց երդվել էին ոչ մի դեպքում չհեռանալ իրենց բնակավայրից։ 24 ժամը կրակում էր։ Մշտակ ասես կրակոցների մեջ է եղել։ Եթե տնից տուն պիտի գնային քարերի ցածկում ենք մի հատ ծառի հետ եւ քար սենց էլի որ պիտի գնանք։ Արծվիկ Սարգսյանը ծնունդով Քարինտակից է։ Նա 21 տարեկան էր, երբ ավագ եղբոր հետ դիրքավորվեց խրամատներում, պաշտպանելով հայրենի գյուղը։ Հունվարի 25-ին Քարինտակում հարսանիք էր, Սպարտակ Բաբայանն էր ամուսնանում, բանակից նոր եկած մինուճար տղա էր ու հարսանիք էին կազմակերպել։ Հարսանիքը եղավ ոնց որ ասում հայկական ադատներով, հարսու պես որ պիտի քշերը քնեն արդեն, այդ ուզում են մտնեն տեղաշոր, գնդակը թուրքերը կրակն գնդակը գալիս մտնում են տեղաշոր, թողնում են փախնում, դառաուտ արդեն 6-10-ը սկսվում է։ 1992 թվականի հունվարի 26-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Թաջադին Մեհդիևը 400 հոգանոց զինվորական ստորաբաժանումով եւ զինտեխնիկայով գրոհեց Քարինտակի վրա։ Գյուղը եւ նրա 700 բնակիչները շրջափակման մեջ էին եւ ստիպված էին 4 կողմից հետ մղել ադրբեջանցիների գրոհները։ Հյուսիսում Շուշիին սահմանակից ժայռերից հրետակոծություն էր, արևմուտքից առաջ էր շարժվում զինտեխնիկան, իսկ երկու այլ ուղղություններից հետևակը։ Արծվիկ Սարգսյանը պատմում է, որ կռվի ամենաթեժ պահին, երբ ուժերն ու փամփուշտները սպառվում էին, հանկարծ ամպերն ու մառախուղը ծածկեցին Շուշիին ելիզող ժայռերը, ադրբեջանցիներին զրկելով գրոհը ղեկավարելու եւ ռազմական գործողությունները վերահսկելու առավելությունից։ Ադրբեջանցիները տվեցին մոտ 100 զոհ, հայերը 19։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Մեհդիևը պարտություն կրեց նաև այլ ուղղություններում։ Մեկ ամիս անց նա հեռացվեց պաշտոնից։ Ադրբեջանի նոր զինվորական ղեկավարությունը ծրագրում էր հարձակվել Ստեփանակերտի վրա քաղաքը շրջապատող Ղուշչիլաշ, Մելիբեյլու, Կրկժան եւ Խոջալու բնակավայրերից։ Գրադկայանքներն ու հրետանին ուղիղ նշանառությամբ կրակի տակ էին պահում Ստեփանակերտը։ Նույնիսկ այս շենքը, որ հնում մեր առաջնորդարանն էր, 91 թվական նոյեմբերի վերջն էր կամ դեկտեմբերի սկիզբը, այդ օրը 640-ից ավելի հրթիռ եկավ եւ երկու հրթիռ մտավ մեր առաջնորդարանը։ Բարեբախտաբար ես չքնեցի, մնացի գրասենյակում եւ 3 սենյակս պայթեց։ 1991 թվականի նոյեմբերից մինչև 1992-ի մայիս Շուշիի բարձունքներից, ինչպես նաև ռազմական ուղղաթիռներից Ստեփանակերտի վրա մոտ 5000 արկ արձակվեց։ Զոհվեցին 111 խաղաղ բնակիչներ, վիրավորվեցին շուրջ 400-ը, ավերվեցին 380 շենք ու շինություն։ Հիվանդանոցներում դեղամիջոցների եւ վառելիքի սուր պակաս կար։ Դեռ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվել էր Լեռնային Ղարաբաղի անկախ հանրապետությունը։ 1992 թվականի հունվարի 6-ին պաշարված Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նիստը, որը ընդունեց անկախության հռչակագիրը եւ օրենսդրորեն վավերացրեց հանրաքվեի արդյունքները։ Նորանկախ հանրապետությունը ընդգրկում էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումյանի շրջանի տարածքները։ ԼՂՀ առաջին ղեկավար ընտրվեց Արթուր Մկրտչյանը։
Այդ ժամանակ ադրբեջանական զինվորական ստորաբաժանումները Ստեփանակերտից ընդամենը 10 կիլոմետր հեռավորության վրա էին։ Ղարաբաղում ամիսը տալիս էին 300 գրամ ալյուր ամիսը նկուղներում ապրողներին, երբ որ ջուր չկար, որպեսզի մարդիկ կարողանային եւ գիշերը դուրս են գալիս դուլերով այդ ռմբակոծող, հրետակոծող Ստեփանակերտում եւ մենք բազմաթիվ զոհեր ենք ունեցել նույն ջրի կամ սննդի հարցերով, երբ որ մարդիկ դուրս են եկել։ Ստեփանակերտը հրետակոծվում էր ոչ միայն Շուշիից, այլև Խոջալույից, որը 5000 բնակչություն ունեցող ադրբեջանական մեծ ավան էր։ Այստեղ կենտրոնացված էին Ադրբեջանի զինված ուժերի խոշոր ստորաբաժանումներ, հրետանի, գրադ կայանքներ, տանկեր։ Խոջալույից հարվածներ էին հասցնում եւ ավերում էլեկտրական ենթակայաններն ու ջրագծերը։ Խոջալույից ոչ հեռու գտնվում էր նաեւ Ղարաբաղի միակ օդանավակայանը։ Ադրբեջանական ուղղաթիռները այստեղից վերահսկում էին Ստեփանակերտի շրջակա ցանքատարածությունները եւ մշտական կրակի տակ պահում դրանք։ Ստիպված էինք նույնպես լռեցնել այդ կրակակետերը, որովհետեւ նախ ճանապարհն էին փակել ու ագրեսիա, ճանապարհին մարդասպանություններ, առևանգումներ, ջարդեր եւ այլն։ Փետրվարի կեսին Ղարաբաղում սկսեցին նախապատրաստվել Խոջալու գործողությանը։ Մեկ շաբաթ կապի միջոցներով ու բարձրախոսներով հայ զինվորականները հորդորում էին խաղաղ բնակչությանը լքել քաղաքը։ Կար պլան, կար ճանապարհ, հումանիտար այսպես կոչված ճանապարհը, երկաթգիծներ, ես անձամբ պատասխանատու էի այդ երկաթգծին եւ երկաթգծի լայնքով դրել էի պոստեր։ Խոջալույի վրա հայերի գրոհը անակնկալ չէր։ Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ ադրբեջանցիները քաղաքից հանել էին ինչ հնարավոր էր, նույնիսկ խոշոր եղջերավոր անասունների նախիրները։ Ադրբեջանցի զինվորականները նախորոք շարքից հանել էին օդանավակայանի թռիչքուղին, պայթեցրել սարքավորումները։ Փետրվարի 25-ի եւ 26-ի ծանր մարտերից հետո ադրբեջանական զորամիավորումները ստիպված նահանջեցին եւ հայկական զորքերը մտան Խոջալու։ Քաղաքում մնացած խաղաղ բնակչությունը կարող էր հեռանալ միայն մեկ ուղղությամբ՝ Աղդամ տանող ճանապարհով։ Կարկարգետից ձախ կողմը պաշտպանում էր Մութալիբոյ, այսպես ասած, կառավարական ջոկատոց հրամանատարներ Ալա Յակուբը, իսկ գետից աջ Նարոդնի ֆրոնտն էր։ Խոջալույի գործողության ժամանակ ըստ Human Rights Watch կազմակերպության Աղդամին հարող դաշտում սպանվել է առնվազն 161 մարդ։ Նրանց մարմինները հայտնաբերվել եւ նկարահանվել են Աղդամի շրջանի Շելլի գյուղի մոտ։ Բրիտանացի լրագրող եւ հետազոտող Թոմաս Դևալը նշում է 485 թիվը, հղում անելով Ադրբեջանի խորհրդարանին։ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները խոսում են 613 զոհերի մասին։ Խաղաղ բնակչության հոսքը Խոջալույից ոչ ոք չի կազմակերպել։ Մարդիկ հեռացել են ինչպես կարողացել են։ Շատերն են մոլորվել լեռներում եւ անտառներում։ Շատ սրտահարվածներ են եղել։ Ու մի հատ պատկերացրեք այն սարերը։ Գումարած 7 կիլոմետր այն սարից դեպի մինչև Դահրազ գյուղը, համար Դահրազի մատույցներում էլ ենք մենք դիակներ հավաքել։ Հիմա էլ չի բացառում, որ դե կարող է դիակ լինի։ Ով է փնտրել այդ բոլոր անտառները, չի բացառում։ Իրենց տները չլքած եւ գերի ընկած խաղաղ բնակիչները ողջ մնացին։ 734 մարդու բեռնատարներով եւ ավտոբուսներով Ստեփանակերտից տեղափոխեցին Աղդամ եւ հանձնեցին ադրբեջանցիներին։ Հաջորդ օրը Վիտալի Բալասանյանը հանդիպեց ժողովրդական ճակատի Աղդամի բաժանմունքի ղեկավար դաշտային հրամանատար Ալլահվերդի Բագիրովի հետ։ Շարքեր կաղանեցել այդ Ալլահվերդին Բաղերով, երիտասարդ խոջալույցիներին, թքել երեսներին, թքել, բառից բուն իմաստով, կան վկաներ, այսօր ադրբեջանցիներ, գրպանից անել մի հատ ծոցատետր, ինձ ցույց տվել, որ 735 մարտական զենք Խոջալույում է։ Ինձ անձամբ իմ ներկայությամբ ցույց տվել ու թքել երեսներին, որ դուք չեք կարողացել գոնե մի օր պաշտպանվեիք, իմանալով, որ մենք գալու էինք։ Փորձելով հետ գրավել կորցրած բնակավայրերը, մարտի 29-ին ադրբեջանական բանակը Շուշիի, Կայբալուի, Ջանհասանի եւ Քյոսալարի կողմից մեծածավալ հակագրոհ ձեռնարկեց Ստեփանակերտի վրա։
Հարձակումը հետ մղվեց երկու կողմերի ծանր կորուստների գնով։ Ապրիլի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը Միրբաշիրի շրջանից հարձակվեցին հայկական Մարաղա եւ Մարգուշևան գյուղերի վրա։ Մինչ այդ Մարաղայի ինքնապաշտպանական ջոկատը հրամանատար Ռոմա Կարապետյանի գլխավորությամբ մի քանի անգամ հետ էր մղել ադրբեջանական գրոհները։ Հարթավայր է ու մենք կրվում ենք դիրքերից, ամուր պաշտպանված դիրքերից, իսկ հակառակորդը թեկուզ բազմապատիկ անգամ մեզանից քանակով բարձր է, շատ է, բայց մեր դիրքը ունի առավելություն իրաց նկատմամբ։ Ռոմա Կարապետյանի տվյալներով 1992 թվականի ապրիլի 10-ի ադրբեջանական գրոհին մասնակցում էին Գուրթուլուշ գումարտակի զինվորները 20 միավոր զինտեխնիկայով։ Տանկերը ճեղքեցին պաշտպանական գիծը եւ մտան գյուղ։ Մարաղայում այդ ժամանակ մոտ 4500 բնակիչ կար։ Ուրեմն այդ տեխնիկան մտնելուց կես ժամ անցնում է, կես ժամից հետո դրանք թողում գնում են։ Ոնց որ հստակ պարզ երևում է, որ դրանք հանրարարությունը կատարեցին ու գնացին։ Հետո է պարզում, այն ժամանակ սովետական ռացիաներ էր, լրիվ մեկս մեկի խոսածը լսում էինք։ Սրանց տեխնիկայի իրար հետ կապի միջոցները լրիվ ռուսներ էին իրար հետ խոսում, հիմնականում ուկրաինացիք։ Ու հետո պարզում է, որ դա Կիրովաբադի սովետական 4-րդ բանակի զրահատեխնիկան է եղել, օգտագործել են մեր դեմ։ Ռոմա Կարապետյանը կազմակերպել է բնակիչների տարհանումը։ Թաքստոսներում եւ նկուղներում սակայն մնացել են ընտանիքներ, որոնց մասին հրամանատարը տեղյակ չի եղել՝ կանայք, երեխաներ, ծերեր։ Ադրբեջանցիները գյուղը գրավելուց հետո հայտնաբերել են այդ թաքստոսները եւ սպանել մոտ 50 բնակչի, հիմնականում կանանց ու երեխաների։ 45 հոգու գերի են վերցրել, որոնցից 9 երեխա։ Արդեն գիշերը ժամը 1:00-ին Մարաղա Մարգուշևան գյուղերը ազատագրվում է։ Դիրքավորում ենք նորից դիրքերը, հիմա պետք է մեր վնասները հաշվենք, բանանիկ տեղյակ դառնանք, ինչ վնասներ են պատճառել մեզ։ Ամենը 5 ժամ է թուրքի ձեռին եղել գյուղը, 5-6 ժամ։ Արդեն հաջորդ առավոտյան միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները այցելեցին Մարաղա եւ ականատես դարձան զոհերի հուղարկավորությանը։ Անդամահատված, ծանր տեխնիկայով տրորված, տանջամահ արված մարմիններ։ Գերի ընկած 45 բնակիչներից 24-ին հնարավոր եղավ վերադարձնել փոխանակումով։ Մնացածի ճակատագիրը այդպես էլ մնաց անհայտ։ 1992 թվականի ապրիլի 29-ին ադրբեջանական զինուժը նոր հարձակումներ սկսեց Ստեփանակերտի եւ Քարինտակի ուղղությամբ։ Մինչ այդ հայկական զորքերը արդեն վերահսկողություն էին սահմանել Ստեփանակերտը շրջապատող մնացած կրակակետերի վրա։ Շուշին մնացել էր հակառակորդի միակ, բայց կարևոր հենակետը։ 1992 թվականի մայիսի 7-ին պատերազմի ամենաթեժ օրերին Իրանի նախագահ Ռաֆսանջանիի նախաձեռնությամբ Թեհրանում հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները։ Հայաստանի արտգործնախարար Վահան Փափազյանը մեկնեց Թեհրան այցի փաստաթղթերը նախապատրաստելու համար։ Մեկնելու նախորդին նա հանդիպեց նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Լույսի վերջում հարցրեցի, որ ես ճիշտ եմ հասկանում, որ իմ Թեհրանում գտնվելու ժամանակ հնարավոր է, որ Շուշիի գործողությունը տեղի ունենա։ Որն Տեր-Պետրոսյանը ասաց, որ այո, հնարավոր է։ Ես էլ շատ անկեղծաբար ասացի, բայց դուք հասկանում եք, որ եթե ես Թեհրանում քո խորհրդականն եմ, բանակցություններ եմ վարում զինադադարի փաստաթղթի վերաբերյալ եւ այդ ժամանակահատվածում մենք գրավում ենք Շուշին կամ ազատագրում ենք Շուշին, բավական դժվար վիճակի մեջ եմ հայտնվելու, որին ասեց, հա իհարկե հասկանում եմ, բայց դա էլ արդեն քո գործն է, ձևը պիտի գտնես տակից դուրս գալու։ 1992 թվականի մայիսի 8-ին հայերը մտան անառիկ համարվող Շուշի քաղաքը։ Շուշիից ադրբեջանցիները գրոհում էին ճակատագծի բոլոր կողմերի վրա։ Լինել չլինելու հարցն է, թե մարդիկ դրած պլանավորած մեզ ոչնչացնում էին։ Ամենը շատ պարզ է։ Ես եթե չես վերցնում, մեռնում ես։ Ուզում ես ապրես, պետք է ազատագրես, այդքան բան։ Անարիկ Բերդաքաղաքի դիրքը, այնտեղ կուտակված սպառազինությունն ու զինվորական ուժերը ադրբեջանցիներին մեծ առավելություն էին տվել։ Հայերը սակայն սկզբից կտրեցին Շուշի լաչին ճանապարհը, ամրացան հարակից բարձունքներում եւ միայն դրանից հետո գրոհեցին 4 ուղղություններով։ Արկադի Կարապետյանը դրանցից մեկի հրամանատարն էր։ Նրա ենթակայության տակ 260 զինվոր կար։
ամսի 8-ին ամբողջ օրը կռիվ աղել հերիք չի, նույնիսկ ցերեկը այտենց ժամը 2-3-ի կողմերը կրիտիկական սիտուացիա էր։ Փամփուշտ չունենք, բառից բուն իմաստով եմ ասում։ Ամբողջ գիշեր իրանք գնացել են։ Նայել են կալոնաներով գնում են ու մենք թողում ենք գնային։ Այտենց ամսի առավոտ 9-ին համարյա առանց կռվի մտանք Շուշի։ 442 համարի տանկը ականապատ ճանապարհը շրջանցելով առաջինը հասավ Բերդաքաղաքի մատույցներին եւ խփվեց։ Հետագայում այն դարձավ նոր Շուշիի խորհրդանիշը։ Շուշիի մարտերի ընթացքում հայերը 50 զոհ տվեցին։ Մայիսի 9-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում պատարակ մատուցվեց զոհերի համար։ 10 օր անց հայ զինվորականները ավարտեցին Հարսանիք Լեռներում կոչվող գործողության վերջին փուլը, վերահսկողություն սահմանելով նաև Լաչինի վրա, որը հետագայում կոչվեց Բերձոր։ Լավ հատ է դուշման։ Ամեն հոյակապ տեսարանը։ Սենց աշխարհը ոնց որ քոնը լինի։ Լաչինն ապահովում էր Հայաստանի եւ Ղարաբաղի միջև ցամաքային կապը։ Լաչինի միջանցքը անվանեցին կյանքի ճանապարհ։ Ստեփանակերտը վերջապես շունչ քաշեց, քաղաքի շրջափակումը վերացավ։ «1992 թվականի մայիսի 9-ին հայկական զորքերը մտան Շուշի։ Այդ ընթացքում Բաքվում պայքար էր ընթանում իշխանության համար։ Մայիսի 14-ին Մութալիբովը վերադարձավ իշխանության, բայց միայն մեկ օրով։ Առավոտյան ժողովրդական ճակատը պահանջեց նրա հրաժարականը, իսկ երեկոյան արդեն վերցրեց իշխանությունը։ 92-ci ilin mayında biz Ժողովրդական ճակատը ստիպված էր իշխանությունը վերցնել։ halda hakimiyyətə gəlməyə məcbur olduq. Կոմունիստական իշխանությունը արդեն սպառել էր իրեն եւ չէր կարող պաշտպանել Ադրբեջանի շահերն ու տարածքային ամբողջականությունը։ Azərbaycan ərazisini qorumaq üçün, Azərbaycan əhalisini ölümdən, təhlükədən müdafiə etmək. Սահմանադրության համաձայն մայիսի 19-ից ես ստանձնեցի նախագահի եւ գերագույն հրամանատարի պարտականությունները։ Mayın 19-undan prezident vəzifəsini icra etməyə başladım. Silahlı qüvvələrin komandanı vəzifəsini icra etməyə başladım. Və həmin dövrdə Azərbaycan Ղարաբաղում ադրբեջանական բանակի ամենահաջող ռազմական գործողությունները հենց այդ ժամանակ իրականացվեցին։ Դա ընդունում են բոլորը։ Hərbi əməliyyatlar məhz həmin mərhələdə keçirildi։ Հունիսի կեսին ադրբեջանական զորքերը մտան Լեռնային Ղարաբաղի հյուսիսում գտնվող Մարտակերտ քաղաքը։ Մինչև սեպտեմբեր բանակը վերադարձրեց նախկին ինքնավարության տարածքի գրեթե կեսը։ Այդ ժամանակահատվածում հայկական կողմը ոչ միայն պատրաստ էր կրակի դադարեցման համաձայնագիր ստորագրել, այլև արդեն խնդրում էր այդ անել։ Նրանք այլևս չէին դիմանում ուժգնացող մարտերի կորուստներին եւ նրանց ոչ մի ծրագիր չէր իրագործվում։ Մոսկվաdan mənə dəvət gəldi. Մոսկվայից ինձ հրավիրեցին։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ադամիշինը, ով ինձ լավ էր ճանաչում, խնդրեց. Համոզիր ձեր նախագահ Էլչիբեին, որ նա թույլ տա գոնե մեկ ռուսական գումարտակ ուղարկել Քելբաջար։ Ես այդ առաջարկը փոխանցեցի Էլչիբեին, բայց նա բնականաբար մերժեց։ Ակնհայտ էր, որ Ռուսաստանը ցանկանում էր այստեղ պահպանել իր ռազմական ներկայությունը։ Մոտավորապես հենց այդ օրերին հայկական ուժերը հակագրոհի դիմեցին։ Առաջնորդվելով այսպես կոչված անվտանգության գոտու ստեղծման անհրաժեշտությամբ, նրանք գրավեցին Լեռնային Ղարաբաղին հարող տարածքները։ Մինչև 1993 թվականի մարտի վերջը հայկական ուժերը ընդհուպ մոտեցան Քելբաջարին, որը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջև գտնվող ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող բարձրադիր շրջան է։ Քելբաջար verildi ապրիլին 2-ի։ Քելբաջարն ընկավ ապրիլի 2-ին։ Իմ բրիգադին դեռ մարտի 31-ին նահանջի հրաման էր տրված։ Մինչ այդ ճանապարհն արդեն գրեթե փակ էր։ Ամսի 7-ին հայերը 11 տանկերով գրոհեցին եւ նրանց թիկունքը իմ ուղությամբ անպաշտպան մնաց։ Ասում եմ, թույլ տվեք ես գրոհեմ։ Մենք տեխնիկա ունենք, հրետանի կա։ Ինչու չենք կռվում։ Մեր հարևան բրիգադը նահանջում է, 706-րդը արդեն հետ է քաշվել։ Բրիգադի հրամանատար Զաուր Ռզաևը խնդրում է զանգել Բաքու։ Զանգում եմ, ինձ ասում են գրոհել չի կարելի։ Ինչու չի կարելի։ Մոսկվада միայն գուվելեր։ Մոսկվայում որոշակի ուժեր սկսեցին հայերին աջակցություն ցույց տալ, որպեսզի խափանեն ադրբեջանական բանակի հաջողությունները։ Այդ ուժերը հաշվարկել էին, որ եթե ընկնի Քելբաջարը, կգա նաև Էլչիբեի կառավարության վերջը։
Քերբաջարի գրավման արդյունքում շուրջ 50,000 ադրբեջանցիներ տեղահանվեցին իրենց տներից։ Սեփական երկրում առաջացած փախստականների նոր ալիքը չանտեսվեց միջազգային հանրության կողմից։ Գյուղում մի հին բեռնատար կար։ Ասացին, որ այդ մեքենայով կտեղափոխեն միայն ծերերին ու երեխաներին եւ ուրիշ ոչ մեկի։ Երբ մոտեցանք թունելին, լուր տվեցին, որ հայերը գրավել են այն։ Իմացանք նաեւ, որ հայերը գերի են վերցնում Լաչինի եւ Քելբաջարի բնակիչներին, կանանց ու երեխաներին։ Սառնամանիք էր։ Այդ օրը ոչինչ չէինք կերել։ Հասանք մինչև Մուրով լեռան ստորոտը։ Մենք մտածում էինք, թե բոլոր երեխաներին սպանել են, որ նրանք կենդանի չեն։ Biz uşaqları ölmüş bilirdik. Ինքներս մեզ խոսք տվեցինք, որ եթե երեխաները սպանված լինեն, շրջափակումից դուրս չենք գա, կգնանք Հայաստանի ուղղությամբ, հայկական գյուղեր եւ կսպանենք աչքներս տեսած բոլոր հայերին։ Եթե չկարողանանք, թող նրանք մեզ սպանեն։ Հարազատներից ոչ մեկը կողքից չէր։ Խդերը 5 տարեկան էր, Ռահմինը 8, Միրզան 10։ Մի մարդ ասաց, տեսնում ես այս սարը։ Ուզում ես երեխաներիդ վերցրու, ուզում ես ոչ, ու անցիր։ Նա ով այսօր կարողացավ այդ սարի մյուս կողմն անցնել, կփրկվի։ Պետք է անցնել Մուրովը։ Մուրովը gösterdi. Խդրը գոյդում երե։ Ես խդրին գրկիցս իջեցրի, բայց նա կարճեց ձեռքիցս։ Նորից գրկեցի ու երեխաներին ասացի գնացինք։ Տեսա, որ Միրզան ամբողջովին սևացավ։ Ռահմինի ձեռքն էլ բռնեցի ու գնացինք ձյան, զառույցի ու սառնամանիքի միջով։ Հերթով տանում էի խդրին, Միրզային եւ Ռահմինին։ Ռահմինի հագին համարյա շոր ու կոշիկ չկար։ Նա մրսում էր, չէր կարողանում կանգնել ձյան վրա։ Rehmeni götürende gördüm ki hiç ayağında hiçbir şey yoktu. Yere koyanda hiç yere koymak mümkün değil. Միայն 54 օր անց մենք դուրս եկանք շրջափակումից։ 3 օր էլ անցավ ու նոր գտա իմ բոլոր երեխաներին։ Պատերազմը շարունակվում էր։ Հայտնվում էին նոր քաղաքական կերպարներ։ Նրանցից մեկը կորպուսի հրամանատար Սուրեթ Հուսեյնովն էր։ Ռուսական գեներալները հավատացնում էին, թե նա կարող է հայրենիքի փրկիչը դառնալ։ Ապստամբած այդ գնդապետին ենթակազորքերը թողեցին ճակատագիծը եւ շարժվեցին դեպի Բաքու։ Անսպասելիորեն իրադրությանը միջամտեց Հեյդար Ալիևը։ Նրա Նախիջևանից Բաքու ժամանելը խառնեց ներքին քաղաքական հակամարտության մեջ ներքաշվածների խաղաքարերը եւ չզոքացրեց քաղաքացիական պատերազմի իրական վտանգը։ Մի քանի օր անց Էլչիբեյը հրաժարական տվեց։ Հեյդար Ալիևը դարձավ անկախ Ադրբեջանի նոր առաջնորդը։ Heydar Əliyevin vaxtında artıq qoşun ordu Մինչև Հեյդար Ալիևի գալը բանակն արդեն գրեթե կազմալուծվել էր։ Հայերին դիմակայելու ուժ ու հնարավորություն այլևս չկար։ Erməninin qabağına çıxası bir qüvvə yox idi։ Հեյդար Ալիևը լուծարեց բոլոր կամավորական ջոկատները եւ սկսեց ստեղծել կանոնավոր բանակ։ Ուժեղ առաջնորդի իշխանության գալը ոգևորեց մարդկանց։ 1993 թվականի աշնանն արդեն կամավորներ էին գալիս զորակոչիկների ընդունման կետեր։ Հեյդար Ալիևը լավ գիտեր խաղի կանոնները եւ նրան հաջողվում էր ամենակարևորը՝ երկրի շրջաններում կոտրել անջետողական դրամատրությունները ու գործելու հնարավորությունից զրկել զինված ընդդիմությանը։ Նա նույնիսկ համաձայնեց ԱՊՀ անդամակցությանը, ակներևաբար ակնկալելով պատասխան քաղաքական փոխզիջումներ։
5 районов Азербайджана из 7, которые сейчас находятся Հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող Ադրբեջանի 7 շրջաններից 5-ը գրավված չէին լինի, եւ Բաքվի դիվանագիտական խնդիրներն էլ անհամեմատ թեթև կլինեին։ Հասկանալի է, որ նրանք այնտեղ կբանակցեին միայն Շուշիի եւ Լաչինի շուրջ։ Իսկ այ Ղուբատլիի, Ֆիզուլիի, Աղդամի, Զանգելանի շրջանները, այսպես ասած 5 շրջանները գրավման վտանգի առաջ չէին կանգնի։ Так сказать, 5 других районов, так сказать, никакой бы оккупации не могли быть подвергнуты. Դրանից հետո Ադրբեջանը եւս 1 տարի պատերազմական դրության մեջ էր։ Մենք ոչ միայն կորուստներ ունեցանք, այլև օրինակ հետ վերցրինք Հորադիզը։ Հորադիզից հետո Ադրբեջանն ի վիճակի էր առաջ գնալու։ Բայց Ռուսաստանի կողմից Ադրբեջանի հասցեին Ելցինի մակարդակով հնչեցին բացահայտ սպառնալիքներ։ Դադարեցրեք հարձակումը, այլապես դա ձեզ վրա թանկ կնստի։ Sizə bu baha başa gələ bilər։ Այդ ժամանակաշրջանում հակամարտող երկու կողմերի ֆիզիկական եւ ռազմական ներուժը գրեթե սպառվել էր, ինչն էլ նրանց դրդեց գոնե շունչ առնելու համար ելքեր փնտրել։ Բանակցությունները վերսկսելու նոր փորձեր եղան։ Այդ ժամանակ ես հեռախոսով շփումների մեջ էի խորհրդական Լիպարիտյանի հետ, ընդ որում Փարիզի միջոցով, որ Մոսկվան հանկարծ չգաղտնալսի։ Ես նստում էի Հեյդար Ալիևի առանձնասենյակում եւ զանգում Փարիզ։ Լիպարիտյանն էլ Տեր-Պետրոսյանի մոտից էր զանգում Փարիզ։ Այսպես մենք մի բանաձև մշակեցինք, որին հավանություն տվեցին եւ Ալիևը եւ Տեր-Պետրոսյանը։ Կրակի դադարեցման պայմանավորվածությունը կգործի այնքան ժամանակ, մինչեւ կկնքվի վերջնական խաղաղության համաձայնագիրը։ Əldə olunmayana qədər atəşkəs davam edəcəkdir։ 1993 թվականի սեպտեմբերի 25-ին նախագահներ Հեյդար Ալիևը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեցին Մոսկվայում քննարկելու խաղաղության համաձայնագրի հնարավորությունները։ Մենք Ալիևի հետ գնացինք Մոսկվա, հանդիպեցինք Ելցինի ու Տեր-Պետրոսյանի հետ։ Ալիևն այդ ժամանակ Տեր-Պետրոսյանին առաջարկեց. Ես պատրաստ եմ ձեզ տալ ինքնավարության աշխարհում գոյություն ունեցող ամենաբարձր աստիճանը։ Ուրիշ էլ ինչ եք ուզում։ Ես պատրաստ եմ ձեզ ինքնավարություն տալ Թաթարստանի տարբերակով։ Նմանատիպ հարցադրումները մնում էին օդում կախված, իսկ հոգնած զինվորները սպասում էին քաղաքագետների որոշումներին։ Այդ ընթացքում Մոսկվան վերականգնեց բանակցային գործընթացում գլխավոր միջնորդի իր դերը։ 1994 թվականի մայիսի 5-ին Բիշկեքում պաշտոնապես մեկնարկեցին հրադադարի բանակցությունները։ Գուլիևը չկարողացավ գալ։ Նա, ինչպես մեզ մոտ հաճախ ընդունված է ասել, մնաց տան գլխավորը, որովհետև Հեյդար Ալիևիչը գնացել էր Բրյուսել։ Բիշկեկ էր եկել Ջալիլովը, ում Ալիևը հստակ ցուցում էր տվել չստորագրել ոչ մի փաստաթուղթ առանց իր հետ համաձայնեցնելու։ Դա պետք է լիներ այսպես կոչված Բիշկեկյան արձանագրությունը։ Ադրբեջանի կողմից, Ադրբեջանի խորհրդարանի կողմից Ջալիլովն այդպես էլ ոչ մի բան չստորագրեց։ Orada ermənilərin marağı var ki, Հայերի շահագրգռվածությունն այն էր, որ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ստորագրությունները դրվեն կողք կողքի։ Դրանով նրանք աշխարհին ցույց կտային, որ Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը հանդիսանում են կոնֆլիկտի համարժեք կողմեր։ Բայց այս փաստաթուղթը քաղաքական ու իրավական հիմքեր չուներ։ Բիշկեկից 2 օր անց այդ արձանագրությունները Ռասուլ Գուլիևը ստորագրեց 2 ուղում առաջարկելով, որոնք սակայն այդպես էլ չընդունվեցին։ Азербайджанская республика никак Ադրբեջանի Հանրապետությունը ոչ մի կերպ չէր համաձայնում հայերի հետ համատեղ փաստաթուղթ ստորագրել, ասենք ուժի չկիրառման եւ հակամարտության լուծման վերաբերյալ։ Առաջնորդվում էին այսպես. ինչպես կարող ենք մենք գնալ այդ քայլին, եթե տարածքներն օկուպացված են։ Այս անավարտ պատերազմի յուրօրինակ արդյունքը դարձան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 փաստաթղթերը։ Թիվ 822 բանաձևը պահանջում է տեղական հայկական ուժերի անհապաղ դուրսբերումը Քելբաջարից եւ Ադրբեջանի այլ շրջաններից։ Դրան հաջորդող 3 բանաձևերը պահանջում էին անհապաղ ազատել գրավված տարածքները, դադարեցնել ռազմական գործողությունները, ինչպես նաեւ հաստատում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Digər tərəfdən həm Nərəfədə Այս իրադարձությունները տեղի էին ունենում աշխարհի առաջատար նավթային ընկերությունների եւ Ադրբեջանի միջև համաձայնագրեր կնքելու նախաշեմին։ Ժողովրդական ճակատի կառավարման տարիներին այդ գործընթացն արագացավ։ Համաձայնագրի սկզբնական տարբերակներն արդեն նախապատրաստվել էին։ Եվ ահա Հեյդար Ալիևի իշխանության գալուց հետո մշակվեց վերջնական տարբերակը։
biz ateşkesi Կրակի դադարեցման համաձայնագրից մոտ 1.5 ամիս անց Հեյդար Ալիևն ինձ կանչեց իր առանձնասենյակ եւ պատմեց սեպտեմբերին նավթային համաձայնագրեր կնքելու իր որոշման մասին։ Այդ տեղեկությունը սակայն դեռ գաղտնի էր պահվում։ Ancak bu informasiyalar məhv olmalıdır. 1994 թվականի ողջ ամառը Հեյդար Ալիևը համաշխարհային առաջնորդների հետ ինտենսիվ բանակցություններ էր վարում ադրբեջանական նավթի արդյունահանումն ու վերամշակումը սկսելու հարցով։ Վերջապես սեպտեմբերի 20-ին հանդիսավոր պայմաններում պայմանագիր կնքվեց միջազգային էներգետիկ ընկերությունների կոնսորցիումի եւ Ադրբեջանի միջև։ Այդ ժամանակաշրջանում նախագահ Ալիևի համար կարևորը պետականության վերականգնումն ու երկրի տնտեսական վերածնունդն էին։ Դա չէր ենթադրում Ղարաբաղի խնդրի շուտապույտ լուծում, բայց նաև չէր նշանակում, թե երկիրը հաշտվել է ճակատագծում տիրող իրավիճակի հետ։ Ադրբեջանը հայտնվել էր երկընտրանքի առաջ, կամ նոր կործանարար պատերազմ, կամ էլ երկար ու հոգնեցուցիչ ճանապարհ դեպի խաղաղություն։ «1992 թվականի ամռանը Լեռնային Ղարաբաղում եւ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով բացառությամբ Նախիջևանի թեժ մարտեր էին ընթանում։ Նախիջևանի ղեկավար Հեյդար Ալիևի հետ ռազմական գործողություններ չսկսելու պայմանավորվածություն կար։ Մնացած բոլոր ճակատներում կրակում էին խորհրդային բանակի հայտնի գրեթե բոլոր զինատեսակները։ Հայաստանում եւ Ղարաբաղում ինքնապաշտպանական ջոկատները պատերազմը սկսել էին որսորդական հրացաններով, բայց հետագայում դեր էին դարձել ծանր տեխնիկայի, խոշոր տրամաչափի հրազենի, կապի միջոցների։ Նույն իրավիճակն էր նաև ադրբեջանական բանակում։ Հայաստանի սահմանագծում գտնվող Կորնիձոր գյուղը բարբերաբար գնդակոծության էր ենթարկվում Ադրբեջանի կողմից։ Ուրա եղել այս գյուղում պայթել են 2000-ից ավել արկ։ Մեր գյուղում ունեցել եք շուրջ 38 սո եւ խաղաղ բնակիչ եւ կռվող տղաներ։ Տեսնում ես։ Կորնիձորի ինքնապաշտպանական ջոկատի անդամ Արկադիա Խաչատրյանը հիշում է, որ պատերազմը սկսելուն պես գյուղի ամեն տուն 1000 սովետական ռուբլի հավաքեց զենք գնելու եւ գյուղը պաշտպանելու համար։ Ընկերների թաղումներին եւ հարսանիքներին կորնիձորցիները հերթով էին մասնակցում։ Պատերազմի ընթացքում 1100 բնակիչ ունեցող Կորնիձորի 260 տներից կանգուն էր մնացել 27-ը։ Գրիվներ էին ընթանում ոչ միայն առաջնագծում, այլև դիվանագիտական ճակատում։ 1992 թվականի մարտի 2-ից Հայաստանն արդեն ՄԱԿ-ի անդամ էր եւ միջազգային ատյաններում բարձրացնում էր Ղարաբաղի բնիկ հայ ժողովրդի իրավունքների եւ Հայաստանի ու Ղարաբաղի շրջափակման հարցը։ Թուրքիան բացահայտ պաշտպանում եւ օժանդակում էր Ադրբեջանին։ Ադրբեջանը դադարեցրել էր գազամատակարարումն ու երկաթուղային հաղորդակցությունը։ Վրաց-աբխազական հակամարտության պատճառով փակիր նաեւ Հայաստան մտնող երկաթուղագիծը։ Վրաստանից ներկայումս Հայաստան մտնող գազամուղը մի ժամանակ անցնում էր Ադրբեջանի տարածքով։ Մեզ հարկ եղավ ամբողջությամբ տեղափոխել Վրաստանի տարածք, եւ Վրաստանի տարածքում մաշինարարությունը մենք ենք անում։ Նույն Վրաստան տարածքում այդ մասում բնակվում են ադրբեջանցիներ, որոնք 44 անգամ 3 տարում պայթեցրել են գազամուղը։ Շրջափակումը կաթվածահար էր արել Հայաստանի տնտեսությունը։ Շրջանառության մեջ էին հացի ու սննդի կտրոնները, որոնց իրացման համար երկար հերթեր էին գոյանում։ Հայաստանի սահմանամերձ շրջաններում եւ Ղարաբաղում այդ հերթերը կենդանի թիրախ էին դարձել։ Կապանում օրինակ ադրբեջանական օդուժի ռմբակոծությունից մեկ օրում 17 մարդ զոհվեց։ Քաղաքի վրա կասետային ռումբեր էին նետում։ Ուղիղ նայ, այ գրադի ուստանովքին դրած են այն վերևը, այն թմբի վրա այն թմբը տեսնում ես, այդ թմբից ուղիղ պրյամը շենքը երևում է։ Պարտադիր չէ ինչ որ կոորդինատներ ճարեն բան։ Երևում է շենքը, պրյամոյ նավոդկա տալիս են ուղիղ ստե։ Հեյ, ուլադե։ Պատերազմի ժամանակ Գրիշային ծանր գործ էր հանձնարարված։ Դիահերձել հրետակոծության զոհերին եւ հուղարկավորությունների համար պատշաճ տեսք տալ դրանց։ Իսկ հիմա Գրիշան տիկնիկներ է պատրաստում եւ աշխատում է չհիշել պատերազմի օրերը։ Նրա տիկնիկային թատրոնում խաղում են ազատամարտիկներ, նրանց ընտանիքների անդամներ, պատերազմի հաշմանդամներ։ Շուն էի ուզում բերեի տուն, հուլիսի 24-ն էլ պապայիս ծնունդն էր, թոպարս տարել էր գարաժ իրանց աղբյուրի մոտ, որ ես արդեն քայլ արեցի, որ մոտիկանամ այդ աղբյուրին, ռումբը ընկավ, ես ուշքս գնաց, հետո որ ջրի վրա չընկնեի, հաստատ սենց չէի լինի, կասետային ռումբեր, ձերքերս դրեցի գետնին, որ հելնեմ, հալվել է մի անգամին։ Շունն էլ սատկել է։
1992 թվականի ամռանը Ղարաբաղն ու Հայաստանը կորցրեցին տարածքներ, տվեցին մարդկային զոհեր, կտրուկ ավելացավ փախստականների թիվը։ Ադրբեջանի տարածքով շրջապատված եւ Հայաստանի մաս կազմող Արցվաշենը հանձնեցին օգոստոսի 8-ին։ Արցվաշենցիների մի մասը եկան ու հաստատվեցին Հայաստանի Դրախտիկ, նախկին ադրբեջանաբնակ Թողլուջա գյուղում։ Անդրանիկը Արցվաշենի պաշտպաններից էր։ 5 օրյա մարտերից հետո որոշում կայացվեց թողնել գյուղը, քանի դեռ միակ ճանապարհը չէր փակվել։ Արդեն գիտեմ, հասնում եմ։ Այդ ձև չկա։ Այնտեղ պայմանավորված արդեն ես գիտեմ լրիվ ամեն ինչը։ Ու լուսկին վերցրի, ասի վառեմ, էլի, մրտունը վառեմ, որ չմնա, էլի ուրիշին, տեն թուրքին։ Ձերս չտվավ, ասենք արամ, բավոր վառեմ, բավոր հանկարծ գնան գերի հետ կան, մենք որտեղ կմնա։ Սե կամուկացի մեջ թողեց չվառեցի։ 1992-ի հունիսի 14-ին ադրբեջանցիները վերցրեցին Շահումյանը, հուլիսի 4-ին Մարտակերտը եւ շրջակա գյուղերը։ Ադրբեջանական զինված ուժերը գրավել էին նախկին լղիմ տարածքի գրեթե 40%-ը։ Ղարաբաղում պատերազմը մտել էր բոլորի տները։ Ոգևորված ռազմական հաջողություններով Ադրբեջանը անտեսում էր կրակը դադարեցնելու եւ բանակցությունների սեղանի շուրջ նստելու միջնորդների առաջարկները։ Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված Մինսկի խմբի առաջին նախագահ Մարիո Ռաֆայելին 1992 թվականի սեպտեմբերի 23-ին նամակով դիմեց ԵԱՀԽ գործող նախագահին, նշելով, որ Ադրբեջանի քայլերը անհամատեղելի են բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորում գտնելու այդ երկրի ստանձնած պարտավորությունների հետ։ Ինչպես կարող ենք մենք շարունակել բանակցել, երբ անհետանում է բանակցությունների օբյեկտը Ղարաբաղը, հարցնում էր դիվանագետը։ Ադրբեջանցիները գրավել էին Թարթար գետի ամբողջ ձախապը։ Աղդամի կողմից ուխտի մեջ կոչվող տարածքից հեռահար հրանոթները կրակի տակ էին պահում Ասկերանն ու Ստեփանակերտը։ Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը կոչով դիմեց զինակիցներին։ Ես խնդրում եմ ճիշտ հասկանաք, կարելի է հավաքել տասնյակ հազարներ, ես ուզում եմ 500 հոգանոց մահապարտների մի զորագունդ։ Այդ զորագունդը պիտի կրվի ամենավտանգավոր տեղում, որտեղ ապրել մեռնելու հավանականությունը 50%-ի նկատմամբ է։ 2 օր անց 500 մարդ արձագանքեց նախարարի կոչին։ Նրանցից ընտրվեց 375-ը։ Այսպես կազմավորվեց մահապարտների արծիվ ջոկատը։ Վազգեն Սարգսյանը դարձավ նախագահի խորհրդականը պաշտպանության հարցերով, նրա փոխարեն պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Մանուկյանը։ Նա միավորեց առանձին կրվող ջոկատները կանոնավոր բանակի հենքի վրա։ Ղարաբաղում ստեղծվեց մեծ լիազորություններով օժտված պաշտպանության պետական կոմիտեն Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ։ Պատերազմի ընթացքը կտրուկ փոխվեց։ Այդ ժամանակ Հադրութի պաշտպանական շրջանը 92 թվականի հունիսին ուներ 1 տանկ, հոկտեմբերին ուներ 7 տանկ, 93 թվականի հոկտեմբերին մենք ունեինք 40 տանկ։ Եվ ոչ մի հատ տանկ ոչ մի տեղից չենք ստացել։ Լրիվ հակառակորդի տանկերն էինք վերցրել։ 1992 թվականի հոկտեմբերի վերջին հայկական բանակը հյուսիսում, արևմուտքում եւ հարավում անցավ հակահարձակման եւ ռազմավարական կարևոր դիրքեր գրավեց։ Դրանով իսկ կանխելով ադրբեջանական գրողները Ասկերանի, Ստեփանակերտի, Մարտակերտի եւ Լաչինի միջանցքի վրա։ Դեկտեմբերի 9-ից մի քանի օրում հայկական ուժերը վերահսկողություն սահմանեցին Ադրբեջանի Զանգելանի շրջանի 10 գյուղերի վրա։ 1993 թվականի գարնանը իրականացվեց Քելբաջարի գործողությունը։ Ռաֆիկ Սայանը Քելբաջարի գործողություն 3 ուղղություններից մեկի հրամանատարն էր։ Մասնագիտությամբ քարտեզագրող է, դրա շնորհիվ կարողացել է անսխալ կազմակերպել բոլոր անցումներն ու գրոհները։ Երկու զոհ եմ տվել առաջի օրը, 17 վիրավոր։ Всё։ Էլ ոչ մի զոհ, ոչ մի վիրավոր չեմ տվել, մինչև վերջ։ Միրուք 40-ին։ Ռաֆիկ Սայանի ազդականչը մորուք էր, եւ հենց մորուքին էին բաժին ընկնում կռվի ամենադժվար տեղամասերը։ Սկզբից էլ Գետավանում Սերժ Սարգսյանը, Սրբազանը եկան լրիվ հրամանատարներին հավաքեցին դե խորհրդակցության ժամանակ ասացին, որ 3 направленով մտնելու եք։ Ես Սիսյանցի Աշոտը մեկ էլ Մոնթեն։ Ռաֆիկը այս բարձունքները 5 մատի պես գիտի, տարվա բոլոր եղանակներին այստեղ կռվել է։
Պատահել է, որ մեկ օրում նույն հնակետը մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել։ Կապ օղակ էր, որ պետք է անպայման Մարտակերտը միանա Հայաստանի հետ։ Կապ ունենա, ճանապարհային կապ ունենա։ Ոչ թե գնա 500 կիլոմետր պատտվի, նոր գա հասնի Երևան։ Այլ 200 կիլոմետր գնա։ 63 կիլոմետր աստեղից մինչև Վարդենիս։ Հայկական ուժերի կողմից Քելբաջարի մի մասը եւ Դադիվանքի վանական համալիրը վերահսկողության տակ առնելուց հետո Ռաֆիկ Սայանը որոշեց ընտանիքով տեղափոխվել եւ հաստատվել Դադիվանքում։ Այսօր Քելբաջար բալա իստիսու մյուս օրնա Մարդունի։ Հայերի կողմից Քելբաջարի գրավումը միջազգային արձագանք ունեցավ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը առաջին անգամ հակամարտության ողջ ընթացքում անդրադարձավ խնդրին։ Թիվ 822 բանաձևում անվտանգության խորհուրդը մտահոգություն հայտնեց տեղական հայկական ուժերի կողմից Ադրբեջանի Քելբաջարի շրջանի գրավման կապակցությամբ եւ կոչ արեց կողմերին անհապաղ դադարեցնել կրակը, բանակցությունների նստել Մինսկի խմբի շրջանակներում։ Նույն ժամանակ Թուրքիան փակեց հայ-թուրքական սահմանը եւ անվերապահ աջակցություն հայտնեց եղբայրական Ադրբեջանին։ Ինչ 3 օր առաջ գրավեցինք այս թանկը, չէ, 4 օր առաջ։ Հայաստանում ավելի սրվեց տնտեսական եւ էներգետիկ ճգնաժամը։ Մենք ամբողջ հոսքերը ծորենի, ալյուրի, պարենամտերքի դասավորված էր Թուրքիայի միջոցով։ Եվ հանկարծ հերթական նավին ասում ես գնա ոչ թե Տրապիզոն, այլ գնա Բաթում, որի հետ դու ենթակառուցված չունես բեռնաթափելու, բերելու։ Փառք Աստծո, կարող եք պատկերացնել 1700 մեքենա, բեռնատար մեքենա հաց են կրել, մինչև Բաթումում այդ բոլոր հարմարանքները կպատրաստվեին։ Օմարի բարձունքներին հարող տարածությունը վերահսկելուց հետո Ղարաբաղյան ուժերը 1993 թվականի հունիսի 28-ին երկու օրվա ընթացքում հետ վերցին Մարտակերտը շրջակա 6 գյուղերով։ Ադրբեջանը նախապատրաստեց նոր հարձակում Աղդամից Ասկերանի ուղղությամբ։ Հուլիսի 23-ին հայերը հակահարձակումով գրավեցին երբեմնի 80,000 բնակչություն ունեցող Աղդամը, տալով միայն 12 զոհ։ Քաղաքը դատարկվել էր այնքան անակնկալ, որ դրան չէին հավատացել նույնիսկ ադրբեջանցի պաշտոնյաները։ Հրամանատար Վիտալի Բալասանյանը գիշերը ժամը 4-ին Աղդամի շրջկոմի քարտուղարի առանձնասենյակում հեռախոսազանգ ստացավ Բաքվից։ Լույս կար, գազ կար, ամեն ինչ է կաբինետը ոնց որ 5 րոպե առաջ աշխատողը թողել գնացել էր եւ հեռախոսազանգ, ներում դե կար կարմիր մի հատ հեռախոս, ես վերցնում եմ բավա խոսում, ասում առաջի քարտուղարով ու ադրբեջաներեն եմ խոսում, ասում բա ձայնը նման չի, ասում բավա խոսում, ասում Ջալիլովն է խոսում, Ջալիլովը այդ ժամանակ վիցե-պրեզիդենտ էր, եթե չեմ սխալվում, ասում բա ուր են մեր ժողովուրդը, ասում դե ժողովուրդ չկան։ Ադրբեջանի Ֆիզուլիի, Զանգելանի, Կուբաթլուի եւ Ջաբրայելի շրջաններից հրետակոծվում են Հայաստանի եւ Ղարաբաղի բնակավայրերը։ 1993 թվականի օգոստոսից մինչև հոկտեմբեր հայկական ուժերը այդ շրջանները իրենց վերահսկողության տակ վերցրին։ Ռազմական գործողություններում անհաջողություններ կրելով 1993 թվականի աշնանը Ադրբեջանը համաձայնեց կրակի դադարեցման բանակցություններ սկսել։ Սակայն դեկտեմբերին մի քանի ուղղություններով մեծածավալ գրոհներ ձեռնարկեց։ Ֆիզուլիին մոտ գտնվող Հորադիս բնակավայրում հայկական կողմը տվեց 400 զոհ եւ թողեց կարևոր տրանսպորտային հանգույցը։ Դեկտեմբերի 28-ին ադրբեջանական բանակը հարձակվեց Մարտակերտ-Աղդամ ուղղություններով, իսկ հետո գրոհեց Քելբաջարը եւ Մռավ լեռան շրջանում մարտավարական բարձունքներ գրավեց։ Ռազմաճակատի փաստացի գիծ այդ ուղղություններով գոյություն չուներ։ Հայկական բանակը որոշում ընդունեց փակել ադրբեջանական ստորաբաժանումների հետդարձի ուղին, Լեռնանցքի միակ ճանապարհը։ 1994 թվականի ձմռանը պաշտոնական տվյալներով Ադրբեջանը կորցրեց 1800 զինվոր։ Նրանցից շատերը ցրտահարվեցին Քելբաջարի բարձունքներում եւ Օմարի լեռնանցքում։ Անհաջող ռազմական օպերացիայից հետո Ադրբեջանը վերսկսեց բանակցությունները։ Պետք է բոլորս ընդունենք, որ խնդիրը լուծվում էր, խնդրի լուծումը տեղի էր ունենում ռազմաճակատի գծում։ Լեռնային Ղարաբաղի պատերազմի վերջին փուլը ամենաարյունարին էր։ Հրադադարին նախորդող 6 ամիսներին երկու կողմերը շուրջ 5000 զոհ տվեցին։
1994 թվականի մայիսի 5-ին ստորագրվեց Բիշկեկյան արձանագրությունը։ Բիշկեկի արձանագրությունը պետք է ընդունել 3 կողմից քաղաքական կամքի պատրաստակամության դրսևորում։ Այսինքն 3 կողմերի խորհրդարանները, ընտրված ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենք պատրաստ են գնալ զինադադարի հաստատման։ Բիշկեկյան համաձայնագիրը ներառում է երկարատև խաղաղություն հաստատելուն ուղղված մի քանի դրույթներ։ Առայսօր իրականացվել է դրանցից մեկը միայն՝ կրակի դադարեցման մասին դրույթը, եւ այն էլ մասամբ։